այգը։ Բայց երեխան կարող չի բայց երեխան պիտի ինքնին ինչ ալու։ Այսինքն դուրակ դիպես գնա բուժքի ինքը հարուստ լինի, բայց ուրախ չի լինի։ Դա բուժք լինի, բայց ինքը ուրախ չի լինի։ Հիմա իմաստը։ Կարող ես։ Եթե ինքը չի ուզում ինչ-որ մի բան անի, ինքը դաժե թանի, չեմ կարծում, որ ինքը սիրով կանի ու այդ եթե սեր չկա, ինքը լավ չի անի։ Իսկ ինքը օրինակ լավ բժիշկ չի դառնա։ Ես եմ ասում չես ասում։ Իմ կարծիքով ներողություն կապված, որովհետև կան երեխեք, որ շատ լավ են սովորում, շատ խելացի են, բայց չեն անում։ Այսինքն ալարում են, հավես չունեն։ Բայց անգամ այս ճնշումը իրաց վրա լավ կացնի, ու իրեն կարան հասկանան, որ այսինքն դու ես խոսես իր հետ, ասում որ դու ես ոչինչ լավ ես հասկանում, լավ ես կան այսինքն իր համար լավը, այսինքն լավ ճնշումը, դու կարաս իրան բացատրես, որ կարող ես ինքն անես դառնալ ոչ ես անում, բայց եթե ես դեմ նրան, որ եթե օրինակ երեխան չի ուզում անի, դու ճնշում ես, ասում ես չէ դու պիտի անես, կարծում ես չի վատակս, թողես որ ինքը ընտրություն ունենա, որ ինքը ճիշտ է, ընտրությունը պիտի լինի սահմանների մեջ, շատ վտանգավոր իր համար բան չլինի, որ կարողանա Ոնց որ թե Ֆելիքսն էլ էր ուզում, հա։ Ձեռք էր բարձրացրել ոնց որ լավ, Իսկ ձեզ դուր է գալիս ծնողների վերահսկումը։ Ну вот, так. Ամեն երկրորդ որպես զանգի, պիտի այդ կարգի կա, որ մի քիչ ավելի հանգիստ, պիտի իմանա ուրա, բայց այդպես շատ քիչ ճիշտում է ավելի adekvat, որտեղ երեխան շատ իրան ճնշված կհասկա։ Ամեն ավելի հասուն մարդու ոնց է Ու ապակայով ավելի պատրաստ կլինի ուսուցող մեծ կյանքի։ Եթե մայրը երեխայի հետ կամ մայրը երեխայի հետ վստահություն հարաբերություն ունի, որ կարի երեխան չթաքցնի որոշակի կապիտներ, ու մեկ ավելի սուտ վերահսկում, եթե կարելի է վերահսկում։ Եթե ավելի կոպիտ վերահսկում, արդեն երեխային անդամ կարողանա մայրը լեքնաճի չդառնա, ամենակարևորը հարաբերությունն է։ Իսկ այն կարելի է ասում ես հստակահանությունը պետք է, որպեսզի երեխան հետագայում դառնա այն, ինչը որ երազում է, նպատակային է, ես կասեի, ինչը որ ծնողն է ուզում։ Ինչ կասեք սրան։ Ես հստակահանության դեպքում ծնողի եւ երեխայի հարաբերությունները շատ ինչ-որ ժամանակ հետո վատանում են, քանի որ այդ դեպքում երեխան չի կարող հենց վստահել իր ծնողին ու հաճախ կարող է ինչ-որ բաներ թաքցնել ու ինչքան էլ լսի ծնողին, հետագայում ինչ-որ լավ բանի հասնի, ինչ-որ պահ հագարի, որ ինքը կուզենա ուղղակի դադարի, երբ արդեն կորցնի ծնողի հետ վերահսկողությունը։ Իսկ վերահսկողության դեպքում, երբ քեզ բացատրում են ինչի է պետք սենց անել, ոչ թե նենց քո կարծիքն հարցնում կամ ինչի ես հենց տենց ուզում անես, ինձ թվում է այդ դեպքում համվստահություն ես ձեռք բերում քո ու ծնողի միջև, համ էլ հետագայում կկարողանաս ինքներում որոշումներ կայացնել։ Մի փոքր միջամտություն անը, բայց